Հակ տեսար։ Ինչը Ռեբեկա։ Նարեի սթորին։ Չէ, չեմ տեսել, ինչա որ։ Մի հատ նայ էլի։ Գնում եմ Դավիթ հետ հանդիպման, փողոցում եմ, հարմար չի։ Ինչ ա սթորի արել որ։ Շատ սիրուն ծաղիկներ ա գցել ու վրան սրտիկներ ա դրել։ Հա հետո։ Ես համոզված եմ, որ Տիկոն ա նվիրել Նարեին այդ ծաղիկները։ Տիկոին նշել ա։ Չէ։ Բա ինչից վերցեցիր որ Տիկոն ա ուղարկել։ Չէ, հաստատ Տիկոն ա նվիրել այդ ծաղիկները Նարեին։ Դու էիր ասում, Մագա, իրանք ամբողջ օրը իրար հետ են։ Ասել եմ, բայց ես չեմ մտածում, որ իրանց հարաբերությունները այնքան լավ ա, որ Տիկոն Նարեին պետքա ծաղիկներ ուղարկեր։ Չէ, Մագա, դու հիմա ինձ փորձում ես շեղես, բայց ես համոզված եմ։ Այդ Նարեն մենակ Տիկոյի հետ ա շփվում։ Ուրիշով կարար իրան ծաղիկ նվիրեր։ Ռեբեկա, դու գոնե հասկանում ես, թե ինչքան ես լարվել։ Քո այս ամեն ինչը քեզ լավ տեղ չի տանի, միած թափվի։ Կսպանեմ Նարեին, եթե հանկարծ իմանամ, որ Տիկոն ա նվիրել այդ ծաղիկները։ Մարիից բրծար հիմա էլ անցար Նարեին։ Մարին էլ կսպանեմ, Նարեին էլ, Տիկոին էլ կսպանեմ, ատում եմ բոլորին, ատում եմ։ Ռեբեկա, մի հատ հանգստացի։ Ոչ Մարիի, ոչ Նարեի, ոչ Տիկոյի հետ դու գործ չունես, միած թափվի ու քեզ հավաքի։ Ինչ ուզում են թող անեն։ Ալո։ Ռեբեկա։ Լրիվ գժվել է այս աղջիկը։ Ալո։ Մամ, Ջան։ Բալես ոնց էի կարոտել, ինչ լավ ա զանգեցիր, ոնց ես ցավդ տանեմ։ լավ եմ էլի դու քեզնից ասա, պապայից, պապան ոնց է։ Ամեն ինչ նույնն ա, բալես, դեռ փոփոխություն չկա, չգիտեմ։ Պապին բժշկի հետ ա խոսել։ Բժիշկը ասել ա, որ վաղվանից ինչ որ նոր բուժում են փորձելու։ Գիտեմ, բալես, նոր եմ հիվանդանոցից գալիս։ Դե բժշկի հետ խոսեցի, ասեց, որ մեծ հույսեր ունի ես բուժման հետ կապված։ Ես էլ մեծ հույսեր ունեմ։ Էրիկ, Հա, մամ, լսում եմ։ ինչի լրացիր, բալես, ինչ եղավ։ Ուղղակի մտածում եմ, թե ոնց ես այս ամեն ինչը մենակով հաղթահարում։ Ոնց ես դիմանում այս ամեն ինչին։ Դու հանգիստ եղի, բալես, ամեն ինչ նորմալ ա։ Հիմա կարևորը ես իմանամ, որ դու լավ ես ու պապատ էլ ոտքի կանգնի։ Իմ մասին մի անհանգստացի։ Խնդրեմ հասանք։ Դու քեզ բարձրանա։ Ինչի։ Որ շարունակես ներվերս ուտել, ինչ որ բան կիսատա մնացել մոտդ։ Ոչ։ Որ լվացվես։ Իրականում վատ միտք չգիտես։ Ուրեմն, բայց դրանով չենք սահմանափակվելու։ Ես կբարձրանամ, կմտնեմ մի հատ լավ կցայվեմ, համ էլ կհովանամ։ Այդ ընթացքում դու ինձ համար սուրճ կպատրաստես։ Ես դուրս կգամ այդ սուրճը քո ձեռքով համով սարկած կվայելեմ։ Իսկ այդ ընթացքում դու ինձ համար մի հատ համով կերակուր կպատրաստես, որ մատերս էլ հետ ուտեմ։ Ես չէ, բայց մաման հաստատ սուրճ կպատրաստի ու սոված էլ չի թողնի հանգիստ եղիր։ Ես Տիկին Իդայի մարդասիրության վրա մի վարքյան չեմ կասկածում։ Ինձ պետք է, որ այդ ամենը դու քո ձեռքով պատրաստես ու քո ձեռքով իմ առաջ դնես։ Հաջողություն բան։ Հաջող լեզվանի։ Հաջող մրոտ անտար։ Մագա, բայց հասկանում ես, չէ՞, այն ինչ որոսին, որ ես քեզ պատմել եմ, դրա մասին ոչ մեկ չպետք է իմանա։ Ոչ մեկ չպետք է իմանա, որ մենք այդ անիմաստ անակնկալի պատճառով Տիկոյի թեմա ենք ունեցել։ Հա, չեմ ասի, բայց այդ առաքման SMS-ը, որ Չոպը տեսել է Տիկոյի հեռախոսի մեջ, չի բացել, տեսնի ինչա գրած։ Մագա ջան, այդ հեռախոսը Չոփի մոտ չի եղել։ Տիկոնը բացել, կարդացել, Չոփն է կողից պատահական տեսել է։ Պարզա։ Մագա ջան, հիմա այդ ամեն ինչը թարապս կարևոր չի։ Մենք իմացանք, որ այդ SMS-ը Տիկոյին եկել է Նարեի ծաղիկների հետ կապված։ Ու հիմա բոլոր կասկածները Տիկոյի վրից մաքրվում է։ Ես քո փոխարեն այդքան համոզված չէի լինի։ Այդ ինչի։
Որովհետև Տիկոն կարար համ Նարեին ծաղիկներ ուղարկել, համ է Արևշատյանին անակնկալաներ։ Ինքը համ շատ ճարպիկ է, համ էլ շատ խելացի է մտածում։ Համագա հասկանում է, որ ինքը այդքան էլ միամիտ չի, բայց իր շահը ո՞րն էր այդ ամեն ինչի մեջ։ Ինչի պետք է ինքը ուզենար Մարիին ցավացներ։ Որովհետև Մարին Միշոին է ընտրել, այլ ոչ թե իրեն։ Չգիտեմ, մագա, կարող է եւ դու ճիշտ ես։ Ամենաաբսուրդը գիտես, այս պատմության մեջ որն էր, որ Ռեբեկան տեսել էր Նարեի գցած թորին ու զանգել էր ինձ։ Լուրջ ես ասում։ Ըհը։ Բա ինչ էր ասում։ Դե մտածում էր, որ այդ ծաղիկները Տիկոնը Նարեին ուղարկել։ Հա ու ինչը թե իմացա, որ Տիկոնը աղարկել, ինչ պետք է աներ։ Դերում պատերազմ կհայտարարի Նարեին։ Չեմ հասկանում, այդ աղջիկը չի ջոկում, որ Տիկոնը իրանով ընդհանրապես չի հետաքրքրվում։ Ինչի համար անիմաստ տառապում։ Ռեբեկան էլ բոլոր աղջիկների նման երազանք ունի։ Ու իր երազանքի անունը Տիկո է։ Ինքը ամեն ինչ կանի, որ արժանանա Տիկոյի ուշադրությանը։ Ինչ էլ մարդ է գտե իրան կոտորելու համար։ Ինչ ես տենց ասում։ Դուք բոլորդ ուղակի չեք սիրում Տիկոյին, իսկ ինքը վատ մարդ չի։ Մագա, այդ Տիկոնը ինքան բաներ է արել, հենց մեկը Միշոյի հանդեպ, որ ես չեմ կարող այդքանից հետո կանգնեմ ու ասեմ, որ Տիկոն լավ մարդ է։ Բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն։ Անսխալական մարդ չկա։ Հա, հասկանում եմ, բայց դա էս բան մեկը ես ու Միշոն Տիկոն ընդհանրապես չենք վստահում։ Դուք իրան չեք վստահում, իսկ Ռեբեկան ուղակի գժվում է իր համար։ Դա այդ արդեն իրանց գործն է։ Չես պատկերացնի ինչքան չարություն կա Ռեբեկայի մեջ Տիկոյի հետ կապված բոլորի նկատմամբ։ Լավ չի էլի։ Դավ ես իրոք չգիտեմ, Ռեբեկան հիմա շատ ծանր վիճակում է։ Մագա ախր պիտի Ռեբեկան պարտվել սովորի։ Թե չէ սերի իրան հաստատ կործանելու է։ Ճիշտ ես ասում, ու ես հենց դրանից էլ վախենում եմ, որովհետև ամեն ինչ հենց դրան էլ տանում է։ Լավ հասկացա մագա։ Այն ինչ որ բայց քեզ ասել եմ, խնդրում եմ իրոք ոչ մեկի մի ասել, որովհետև կարող է քո ասածի պես լինի ու Տիկոն կապ ունենա համ Արևշատյանի ձայնագրության հետ, համ էլ Նարային ծաղիկներ ուղարկելու։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ կարողանանք այդ ամեն ինչը պարզենք։ Հա, Դավ հասկացա 100 անգամ ասեցիր արդեն։ Գնարես մագ, բայց շատ կարևոր է։ Չպետք է Տիկոն այդ ամեն ինչի մասին կհասկացի, որովհետև կարող է ինքն է մեղավոր։ Իսկ եթե ինքը չի։ Եթե ինքը չի, մենք հաստատ այդ մեղավորին կգտնենք։ Այսօր էլ չլինի, վաղը հաստատ կգտնենք, չկասկածես։ Իսկ հիմա արի քայլենք սրճարան մի բան խմենք։ Լավ։ Շնորհակալ եմ, Տիկ։ Ինչի համար, Նար ջան։ Բոլորս անսպասելի գեղեցիկ դարձրիր։ Երեկվա մեր վեճից հետո մտքովս անգամ չերել անցնի, որ սենց գեղեցիկ օր եմ ունենալու։ Իրականում մենակ քո համար չի, հաճելի ու գեղեցիկ օր։ Ինձ էլ շատ դուր գալիս, որ միասին ժամանակ ենք անցկացնում։ Տիկ, ես Ինչ, Նար ջան։ Ինչ պատահեց։ ինչի համար ես իմ մասին այսքան հոգ տանում։ Դու ա գալիս ինձ։ Այդքանը։ Շոն հասկանում, ինչ ես ուզում ինձանից լսես։ Ուղղակի ճիշտ է, Տիկ։ Այդ ճիշտն է, Նար։ Այս կար ժամանակահատվածում մենք իրար շատ մտերմացել ենք։ Ու ես ուզում եմ, որ դու երբեք չտխրես, ինչ ուզում ա լինի, հանկարծ գլուխդ չկախես, նույնիսկ այն ժամանակ, երբ որ մենք վիճում ենք։ Հասկանում ես։ Հասկանում։ Լավ էլի։ Էլեն։ Սուրպրայզ։ Հյուրեր ընդունում ես։ Հելեն ջան, որ ասեմ չէ, հյուրեր չեմ ընդունում, գնալու ես։ Իհարկե ոչ։ Համել ես եկել եմ, որովհետև դու հրաժարվեցիր իմ հետ դուրս գալ։ Ես էլ քեզ մենակ թողնել չէի կարող։ Դե հիմա ասա տեսնեմ ինչի ես մենակ նստել։ Մենակ չեմ նստել, պատրաստվում էի գնալ քնելու։ Այսքան շուտ։ Հելեն ջան, բա ինչ անեմ։ Տղաս հետս չի, համուսինս էլ հիվանդանոցում է։ Բանկերուհիդ։ Ես ոնց կարամ քեզ թողնեմ, որ դու սեն շուտ գնաս քնելու։ Գնա,
Գնա գինու բաժակներ բեր։ Ուզում եմ Կարոյի առողջության համար խմենք։ Համել համով բաներ եմ բերել։ Նախ սրա կարիքը չկար, որովհետև իմ տանը ամեն ինչ միշտ կա, ինչպես գիտես։ Հետո էլ կարող է ես չգնամ, այլ միասին գնանք, օգնես ինձ։ Դե գնանք։ Այդ ծանր բաժակներ ու ափսեները ոնց պետք է մենակ բերես գնացինք։ Արի։ Ում մտքով կանցներ, որ այսենց երկուսիդ պատահական կհանդիպեի։ Ու ինչ լավ է, որ դուք էլ դեմ չեք, որ ես ձեզ միանամ։ Չէ, Նարէ ջան։ Ով ասեց, որ մենք դեմ չենք։ Ամենայն դեպս հեչ տրամադրված չենք երեքով լինելու։ Բայց ես դեմ չեմ, Տիկ, որ Ռեբեկան միանա մեզ։ Իսկ ես դեմ եմ, Նարէ։ Ինչ գործ ունես այդտեղ։ Ուզում եմ հասկանամ, որտեղից գիտես, որ մենք այդտեղ ենք։ Հետևում ես մեզ։ Ես? Չէ, ինչ ես ասում, ուղղակի պարապմունքից տուն էի գալիս, ձեզ նկատեցի։ Իսկ այ դուք երկուսով ստեղ ինչ եք անում։ Քեզ ինչ մենք ինչ ենք անում։ Այդ դեր մնացել պակաս, որ քեզ պետքա բացատրություն տայի։ Լավ, կարող ես ոչ մի բան էլ չասել։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ստեղ ինչա կատարվում։ Դե որ լավ հասկանում ես, պետքա հասկանաս նաև այն, որ ավելորդ է այդտեղ Ռեբեկա։ Տիկ։ Նարէ, սպասի, ես գիտեմ ինչ եմ խոսում։ Դու ոչ մի բան էլ չգիտես։ Ռեբեկա տուն է իր գնում, գնա տուն էլի, այստեղ ոչ մեկ քեզ ուրախ չի տեսնելու։ Դու ուղղակի չես պատկերացնի, թե ես ոնց եմ հիասթափվել քեզանից, Տիգրան։ Վայ, ճիշտ է, ես հենց հիմա ահա որ նեղվեցի, որ դու հիասթափվել ես, բայց մի կերպ կդիմանամ, ոչինչ Ռիբոկ ջան, հանգիստ ելի։ Դու երբեք չգնահատեցիր։ Լսում ես, երբեք։ Ռեբեկա գնա էլի։ Ինչ ես ուզում ինձնից, գնա։ Շատ կոպիտ խոսացիր Ռեբեկայի հետ։ Լավ էլի Նարէ, մի սկսի էլի։ Չտեսար իրան ոնց պայեց, ուրիշ ոնց էիր ուզում խոսամ հետը։ Ամեն դեպքում աղջիկա, չի կարելի այդպես կոպիտ։ Նարի, ես էլ եմ ինձ վազգում, ինձ էլ դուր չի գալիս, որ իր այդ ստիպված եմ տենց խոսամ։ Ուղղակի դու չգիտես ինքը ոնց է իր պահվածքով ինձ զզվացրել արդեն։ Բան չասեցի, բայց շատ կոպիտ ես հետը խոսում։ Հիմա աղջիկա մեզ տեսել էր, մոտեցել էր մեզ։ Չէ Նարէ, ես համոզված եմ հետևում եմ ես։ Վայ, ես ինչ համովա բուրում տիկինի դա։ Տատիկը միշտ շատ համով է պատրաստում։ Դու էլ ես համով սարքում։ Հա, Պաստո ջան, դու տենց ձեռքի շնորհք ունես, հա։ Էն էլ ոնց, ես վկա եմ։ Չգիտեմ, մինչև չփորձեմ չեմ հավատա։ Դե լավ, խոստանում եմ, մի անգամ ես կպատրաստեմ, կգաս կփորձես։ Որոշված է։ Շատ համով տեսք ունի, շնորհակալություն։ Դե անուշուտ եք։ Շատ շնորհակալություն։ Ասում եմ, որ սենց գնա, ես ամեն օր գործից հետո գալու եմ ձեր տուն, որ գնամ իմ տուն։ Դե մենք դեմ չենք, որ դու ամեն օր գաս մեր տուն, բայց որ ամուսնանաս, ձեր տանն էլ այդպիսի համեղ ուտելիքներ կպատրաստեն։ Դե տիկինի դա ջան, միակ մարդը դուք եք, որ չեք բողոքել իմ չամուսնացած լինելուց, հիմա էլ դուք սկսեցիք բողոքելը։ Ինձ թվում է այս հարցը աշխարհում ամենակարևորագույն հարցն է դառել։ Ամեն օր խեղճի մաման զանգում հարցնում է երբ է ամուսնանում։ Ոնց, ամեն զանգելուց։ Հա։ Օրը 4 անգամ զանգի, 4 անգամն էլ այդ հարցը տալիս է։ Ու ինձ թվում է այդ 4 անգամվա ժամանակ ինձ մոտ ինչ որ լուրջ իրադարձություն է տեղի ունենալու։ Ես մամայիդ հասկանում եմ։ Ամեն մայր ուզում է իր երեխային տեսնի ընտանիք կազմած։ Հա, տիկինի դա ջան, ուղղակի մի կողմից դա պարտադրաբար չի կարա լինի, պետքա սիրտս կպնի, որ ամուսնանամ։ Դու տատիկից չգիտես, իրա մոտ հատուկ տարիքային սահմանաչափ կա։ Հենց հասնում ես այդտեղ, պետքա ամուսնանաս։ Լեզում, դու քո լեզուն որ չլիներ, ագրավները աչքերը թանել են։ Դե հիմնականում մեծերը այդպես են մտածում։ Սրանա, սա էլ ինձ մեծ հանեց։ Դուք ավելի լավ է հաց կերեք ու աշխատեք քիչ խոսել։ Ձեզ մեծերը չեն ասել, որ ուտելուց չեն խոսում, հա։ Իհարկե։ Դե գերեք։ Ես էլ ուզում եմ դուրը։ Հա։ Էլեն գիտես չէ։ Այս վերջերս Կարոյի հանդեպ այնքան չարացած էի,
ու այնքան վիրավորված է իրենից, որ անգամ անունը չի ուզում լսել։ Հոգուս խորքում նույնիսկ երբեմն վատն էի կամենում։ Ու հիմա ինձ այնքան մեղավոր եմ զգում։ Չգիտեմ ինչ անեմ։ Երևի բոլորի կյանքում էլ լինում են տենց պահեր լիդ։ Քեզ մեղավոր մի զգա։ Քո իրական սերը ու հոգատարությունը այնքան շատ է երևում։ Ես գիտեմ, որ դու իրան շատ ես սիրում։ Այլեն, ես իրոք սիրում եմ Կարոյին։ Անկախ են մեր միջև եղած փոթորիկներից, կշտություններից, դավաճանություններից, անկախ ամեն ինչից ես իրան շատ եմ սիրում։ Չեմ պատկերացնում ինձ առանց սիրո։ Երջանիկ մարդ է քո ամուսինը, որ քո պես սիրող կին ունի։ Իսկապես։ Դու գիտես, դու քո այդ սիրով ու հոգատարությամբ հիմա իրան շատ լավ էներգիա ես փոխանցում։ Ու հավատայինք, շատ շուտ առողջանալու է։ Հա, ես ինձ հենց տենց էլ տրամադրել եմ։ Հա, կարոն ոտքի է կանգնելու ու շատ շուտ։ Ես հենց իր կողքին էլ ծերանալու եմ, ես իմ ապագան տենց եմ պատկերացնում ու չեմ հրաժարվելու այդ մտքից։ Դե արի հիմա խմենք քո սիրելի կենացը։ Թող շուտ առողջանա, որ աչքերի տխրությունը փոխարինվի ուրախությամբ, փայլով ու ժպիտով։ Շնորհակալ եմ Էլեն։ Հա, ես հիմա այնքան ուրախ եմ, որ դու ստեղ ես։ Ես էլ չէի հասկանում, բայց փաստորեն ես հենց հիմա սրա կարիքը ունեի, որ ինձ ինչ-որ մեկը լսեր ու հասկանար։ Պետք չի շնորհակալություն հայտնել։ Խոսա, լիցքաթափվի։ Ուզում եմ ներսի տեղացը դուրս գա բառերի միջոցով։ Առաջարկում եմ խմենք սիրո կենացը։ Թող այն մարդում այդքան սիրում ու սպասում ես, ապաքինվի ու քո կողքը լինի։ Իսկ ինձ մոտ վերադառնա այն մեկը, ում համար դեռ տառապում եմ։ Տառապում ես ու ոչինչ չես անում։ Լիդ, չգիտեմ արդեն ինչ անեմ, ամեն ինչ արել եմ, հավատում ես։ Անուշի թեթև ձեռքով ամեն ինչ չի ստացվում ուղղակի։ Մենակ խնդրում եմ, հիմա այն պրոբլեմներ ինձ հերիքում են, դրա անունը մի դուր թող օդը մաքուր լինի։ Լավ կներես։ Լիդ, ես նենց սիրո կարիք ունեմ։ Ոնց եմ ուզում ինձ սիրեն, հոգ տանեն իմ համար։ Էլեն սիրո կարիք բոլորը ունեն։ Ուղղակի ոչ բոլորն են խոստովանում։ Ահա, բերեցի։ Էս քո սառը սուրճը։ Էս էլ մեր սառը թեյը։ Ինչի դուք սուրճ չեք խմում։ Չէ, մենակ թեյ։ Մի մոռացի, որ մենք պուջուր ենք սուրճ խմելու համար։ Ապրեք, թե չէ այնքան երեխեք կան, որ սուրճի վրա նստած են, էներգետիկների մասին էլ չեմ ասում։ Ես էլ եմ տեսել, չեն հասկանում, որ դրանք վնաս է։ Ես երբեք էներգետիկ չեմ խմել։ Մի խմելու բան էլ լինի, որ դու խմես։ Միշոնա։ Կբարևես։ Անպայման։ Հա, Միշ։ Ոնց ես սերս։ Լավ, Արմենի ու Շուշիի հետ նստած թե ենք խմում։ Կարող ա գաս։ Չէ, մարս մարզասրահից նոր եմ դուրս եկել, մի հատ էլ գնում եմ ավտոլվասման կետ այնտեղ էլ գործում եմ։ Ափսոս, որ հարմար չի։ Ոչինչ, ուրիշ անգամ կհարմարացնեմ։ Կարևորը դու մենակ չես տրամադրություն ուտել տեղն այլի։ Հա, իրանց հետ անհնար է տրամադրություն չունենամ։ Դե բարևի։ Իրանք էլ քեզ են բարևում։ Իսկ ես բաճիկ, հետո ավելի ուշ կզանգեմ, լավ։ Լավ կյանքս։ Մար, ասում եմ, կարող է տատին նեղացավ ինձանից։ Ինչից պետք է նեղանար։ Դե ամուսանալու թեմայից հետո չի գալիս։ Ուղղակի խոհանոցում տորմա է փաթաթում։ Թե չէ ինքը տենց բաներից չի նեղանում, բայց չի էլ մոռանում։ Շուշ, ասում եմ, կարող է վաղն էլ աներեսություն անեմ, գամ տոլմա ուտեմ։
Դու կգաս, ես չեմ էլ կասկածում։ Ես մենակ ուրախ կլինեմ։ Բայց ինչի մենակ դու, բատատին։ Միշ ջան, ես գնում եք։ Հա, պապ ջան, դուրս գանք։ Բանարը նախաճաշել է, որ գնում եք։ Հա, եկավ հոտի վրա թեյ խմեց, որ հասցնի հագնվի չուշանանք էլի։ Միշ ջան, հետևի որ Նարեն լավ սնվի, որ ոչ մի բանից չնեղվի։ Եղավ բոլես։ Հա, պապ ջան, այդ բավ կարաս հանգիստ լինես։ Նարեն լրիվ ադապտացել է, ստեղ իրան ամեն ինչ դուր է գալիս։ Դե շատ ավելի լավ ցավը տանը։ Միշ։ Ես փողը վերցրու, կտանես այս ամսվա տան վարձը կտաս։ Պապ ջան, կարիք չկա, ես արդեն հավաքել եմ այս ամսվա փողը։ Այդ փողը պահի, մի լավ բանի համար կծախսես։ Իսկ այս փողով կտանես տան վարձը կտաս։ Թե լավ։ Միշ, գիտես ինչ, ուզում եմ նենց անենք, որ ես մեր տունը հետ առնենք։ Դե եթե չստացվի էլ գոնե մի տան հարց լուծենք տվես։ Շատ լավ ես պլանավորել, պապ ջան, բայց դու այդ ինչքան աշխատավարձ ես ստանում, որ ուզում ես տան հարց լուծել։ Այդ կապ չունի, թե ինչքան եմ ստանում։ Բայց մտածում եմ, որ պետք է անպայման տան հարց լուծենք։ Մեր հետ որ վերադառնա տուն, չեմ ուզում, որ վարձով տան մեջ ապրի։ Ուզում եմ իր սեփական տան մեջ ապրի։ Այդ ինձ համար շատ կարևոր է։ Հա, դա շատ լավ ես ասում, պապ ջան։ Հա։ Ուզում եմ լրացնեմ այն բացը, որ թողել եմ ձեր կյանքում։ Չգիտեմ միշտ ջան։ Պետք է ամեն ինչ անեմ, որ իմ տղեն զգա, որ իր մեջ կպինդա։ Պապ ջան, հանգիստ տեղի մենք միասին ամեն ինչ էլ կհասնենք, ամեն ինչ կկարգավորենք։ Չեմ էլ կասկածում տղես։ Քո պես տղա ունեմ։ Դե գնամ, պապ ջան, գնամ Նարայից ենթամ արդեն դուրս գանք շուշանանք։ Գնա տղես, գնա։ Նիշ, այս փողը վերցրու մոռացար։ Պապ ջան, խնդրում եմ էլի, եթե կդնես դարակս, հետո կվերցնեմ։ Լավ տղես, դե գնա։ Էլեն, վեր կաց։ Առավոտ արդեն։ Ո՞վ է գլուխս։ Ինչ անենք, որ առավոտը չեմ քնում։ Եթե աշխատանք են, չեն քնում էլ ինջան։ Ոյ, գործ աշխատանք ուզում եմ քնեմ։ Նորմալ չեմ քնել, ինչ որ խորը երազների մեջ էի։ Էլեն, վեր կաց, աչքերդ բացի մի հատ։ Էլեն։ Բայց ինչ հավես պահա։ Ինչ սուրճ ես բերել։ Սա երազ չի։ Ոչ, երազ չի։ Սա նրա համար է, որ հասկանաս, որ այս աշխարհում քեզ սիրող մարդիկ կան։ Վեր կաց սուրճդ խմի։ Ապրես։ Իդեպ, գիշերը արթնացա, խոսում էիր, ինձ թվաց հեռախոսով ես խոսում, հետո տեսա, որ երազիդ մեջ ես խոսում։ Լույջ։ Ու անուն էիր տալիս, գուշակի ում անունն ես տվել։ Վանի։ Ֆարադեի։ Ոյ, դրա անունը իմ մոտ մի տուր։ Լուրջ եմ ասում էիր, Ֆարադեի դու դեռ քո հալը կտեսնես։ Ինձ կարա լինի, որովհետև այդ դմբոյն եմ տեսել երազիս։ Ինչ-որ էլ ինձ նյարդայնացնում էր։ Դու պատկերացնում ես, ես ոնց եմ հունից դուրս գալիս, որ անգամ երազիս մեջ եմ կռիվ տալի իր հետ։ Պետք է ստեղ սուրճիդ խմի, արագ պատրաստվենք գրանք։ Ոյ, նախադասությանդ մեջ առաջի մասը սրտովս է, բայց ոնց հասկանում եմ, եսին է պիտի ենթարկվեմ։ Ասում են, անգելես պիտի քաշես, հա։ Դե վեր կաց լավ քիչ նվա։ Դե լավ, դե վեր եմ։
Երեխեք, ես ինչ շոկ հա։ Այս տժիկին ոնց ենք դաս անելու։ Հա, իրոք չափ։ Դուրը ոնց թողնի ճոտ կա էլի։ Դրսում երևի մի 80 աստիճան կլինի։ Այդ շոկժան որ դուրս 80 աստիճան լինել, դրիցը ջարբոյի հոտ կգա։ Ապրես, Միշո։ Հերիք չէր է շոկը, մի հատ էլ ֆանտազիաս խոտ տվեցիր։ Հիմա խորովածի հոտը քթերիս է։ Հիմա որ ծով ուզեմ, ինչ ես անելու։ Ինչ ծովը։ Լավ է, ծովի տվով գնատուն մտի լոգարան, ակնոցա բանադիր, տես պատկերացրա իբր ծովափում ես։ Մսի պահով էլ մի կետոր միս կտամ ես։ Կխնդակ, բա ինչ կանեք։ Ոյ մամա ջան, ես ինչ տոթ հա։ Հո, ոնց որ օդը կանգնած լինի։ Հիմա որ սենց հա պատկերացնում եք, ցերեկն ինչ կլինի։ Քիչ ամնում մի հատ օթորակիչ բերեմ դնեմ դասարան։ Շատ լավ միտք է։ Բայց լանջուն ինչի թողնի։ Եթե հանկարծ թողնի էլ, հաստատ կոմունալը պապատա վճարելու։ Երեխեք ոնց հասկանում եմ բոլորդ շոկում եք ու դժգոհ եք։ Մի հատ շատ լավ առաջարկ ունեմ։ Ապա լսում ենք։ Եկեք բոլորով միամուր ուժերով միասնական փախնենք դասից։ Ես համաձայն չեմ, մի քանի օր բան ա մնացել, որ տարին ավարտենք, չեմ ուզում անիմաստ խոսակցություն կա մեր վրա։ Լավ է Շուշի ջան։ Մեզ հաստատ ոչ մեկ փախնելու համար բան չի ասի։ Ես համաձայն եմ, չափ։ Շատ լավ միտք է, կարելի է փախնել հաստատ։ Չէ, ես Շուշի հետ համաձայն եմ, ու ես հաստատ դասից չեմ փախնի։ Ես քեզ կփախցնեմ, Մարասուլան։ Միշ, ես կատակ չեմ անում։ Ես կատակ չեմ անում։ Լավ էլի Մարաս, ամբողջ դասարանով փախնում ենք։ Դու ախր պատկերացնում ես, եթե Լանջուրին իմանա, մեր ու դասակի գլխին ինչ կբերի։ Քել հələ լանջուն ու պահեջը ստեղծված չմտածենք լուծումների մասին, էլի։ Հիմա մեր խնդիրը շոկն է։ Հիմա ինչ երեխեք համաձայն եք, որոշեք, քանի զանգը չի տվել։ Հա, ինչի՞ չէ։ Ես որ համաձայն եմ, Չոփ ջան։ Բոլորս էլ փախնում ենք ճոպ։ Փախանք ուրեմն։ Քշվում եմ քո համար Մարս։ Լավ երեխեք, ոնց հասկանում եմ, համաձայն եք բոլորդ։ Առաջարկում եմ գնանք մեր տուն, մակորոթի մի բան կազմակերպենք։ Ոնց որ խորովածի թեման դառնում է իրական։ Ես ինչ լավ առաջարկներ ես անում Ջորջ ջան։ Դե ուրեմն եկեք գնանք, քանի զանգը չի տվել։ Ջանքս խնդրում եմ, այլ թեմա չզարկես։ Ամբողջ դասարանով գնում ենք։ Բավոր։ Բավոր չկա մարդ, այ։ Ասում եմ բոլորով գնում ենք։ Մի վախի։ Միացին։ Դա ճիշտ ասա, թե շուտարեք մեջից տարողերը գալու է։ Դուխին է։ Մի խանգարի Մարգուր։ Քեզ քանի անգամ եմ ասել ընկեր Լանջունի, բա որ մեզ լսեն։ Լավ, տիկին Լանջունի, մի խանգարի։ Ես քեզ խնդրել էի սուրճ պատրաստել, իսկ դու եկել իմ սենյակում նստել, չակրաններդ ես բացում։ Դուխին է։ Հեյ։ Քարացավ այս աղջիկը։ Քեզ հետ եմ, ալո։ Մարգուր։ Սուրճը ցեղանին է, թող մի 2 րոպե մենակության մեջ մնամ։ Մենակություն ես ուզում, գնա քո սենյակ։ Ինչ լավ ասեցիր, իմ սենյակը ամենամարդաշատ տեղն է, ով ինչ խնդիր ունի, գալիս է իմ սենյակ։ Ես զարմանում եմ, ինչի ես չեմ տնօրենը, որ այդ խնդիրները լուծում եմ, այլ դու։ Մի բողոքիր աղջիկ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Հենա ասա, էրշը գեղեցկության մրցույթը հաղթել է։ Ո՞վ։ Ավանակը Մարգուր, ավանակը։ Բայց ինչ կապ ունի այդ կենթանին։ Ոչ մի, ուղղակի ես էլ որոշեցի գեղեցկության մրցույթին մասնակցեմ։ Ես էլ չեմ կարող մնալ։ Գնում եմ դպրոցում շրջեմ, մի 2 տեղ էլ կմտնեմ դասալսման։ Օհ, էդ ինչ ծև սատանայա մտել մեջը տարավոտ գիշերով։ Դուխին է։ Պարզապես ուզում եմ Լիդիայի պարտականությունների մի մասը վերցնել ինձ վրա։
որ Լիդիան այդքան լարված չլինի։ Էլով դիմանա, Լիդիան եւ իր խորթ մայրը։ Դուխին է։ Բայց կարծես ոչինչում Լիդիա մայրը։ Լանջուն է դպրոցումը։ Էստերից որ դուրս եկա բռնվելու եք։ Դրա համար հետ գնացեք, հետևի տրից դուրս եկեք, վայ։ Ինչ ես ինձ թաքնվում։ Այդտեղ դու կարող ես ինձ վախենում ես։ Ես քեզնից չեմ վախենում, համել ինչի եմ պետք է քեզնից վախենամ։ Բա որ չես վախենում, որ ինձ տեսան ինչի թեքվեցիր։ Ես։ Այդտեղ ինձնից ու քեզնից բացի այստեղ ուրիշ մարդ կա։ Ահու, ես լավ չեմ, վատ եմ զգում, եկել եմ մի փոքր շունչ քաշեմ։ Ով ա մտե, ով ա դուրս եկե, ես իրոք լուր չունեմ։ Հետաքրքիր է իմանալ ինչը տա վատ, ինչ ա եղել, որ վատ ես։ Պետք չէ այդքան փափուկ լինել։ Ինչի մասին է խոսքը Տիկին Լանջունի։ Եթե սեփական դուստրը փախնում է դասից, հաշվի չառնելով այն փաստը, որ իր մայրը դասարանի դասղեկն է։ Լավ է, դուխի ջան, խնդրում եմ ինչ ծախես։ Մահվան ու կյանքի խնդիրը։ Բոլորս էլ դժվարությունների միջով անցնելով պահում ենք մեր հայրենիքը։ Ամենքս ինչ որ մի բան անելով։ Օրինակ այսօր դու ինչ լավ բան ես արել դասից փախնելով Շուշի ջան։ Բայց ես Թորոսին էի փնտրում։ Եվ ինչ գտար։ Հա, բուֆետումը։ Բուֆետումը, հա։ Դե թե Թորոսը աշխատանքի ժամին բուֆետում լինի, աշակերտներն էլ հանգիստ կփախչեն։